Բարև ձեզ ընկերներ, ես Հրաչ Դավիդյանցն եմ և այսօր կներկայացնեմ մի վիդեո հոլովակ, մի վիդեո դաս, որը նվիրված է տեքստային ֆունկցիաներին, մասնավորապես REPT ֆունկցիային։ REPT-ը մի ֆունկցիա է, որը հնարավորություն է տալիս կրկնել որոշակի սիմվոլներ որոշակի քանակով։ Հիմա տեսնենք, թե ինչի մասն է խոսքը։ Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում ինչ-որ սիմվոլ կրկնել ինչ-որ քանակով։ Իսկ դրա գործնական կիրառման մի օրինակ ես հիմա կներկայացնեմ այս վիդեո դասի օգնությամբ։ Տեսեք, ունենք այսպիսի մի աղյուսակ, որտեղ կա հաճախորդը, քարտի համար եւ քարտի քողարկված տարբերակը։ Շատ հաճախ վճարման կտրոններում մենք տեսնում ենք, որ քողարկված տարբերակով է քարտի համարը նշվում, այսինքն նշվում է առաջին 12 նիշը վանդական նիշերի տեսքով, աստղանիշերի տեսքով, իսկ վերջին 4 նիշը արդեն համապատասխանաբար այն թվերն են, որը առկա են քարտի վրա։ Եվ հիմա եթե ցանկանում ենք ստանալ այդ քողարկված տարբերակը, ճակերտավոր քողարկված տարբերակը, մեզ կօգնի REPT ֆունկցիան։ Տեսեք, թե այն ինչպես ենք օգտագործելու։ Գրում ենք plus, գրում ենք REPT, հակագիծը բացում ենք, ընտրում ենք այն տեքստը, որը պետք է կրկնվի, այսինքն ինչպես գիտենք, տեքստերը գրվում են ճակերտների մեջ եւ դեպաբար ճակերտները բացելով գրում ենք աստղանիշ, ճակերտը փակում ենք, ցանկանում ենք, որ այն կրկնվի 12 անգամ, քանի որ քարտերի վրա նիշերը 16-ն են, իսկ վճարման կտրոնների վրա այդ վերջին 4 թիվները, այսինքն մեզ պետք է որպեսզի աստղանիշը կրկնվի 12 անգամ։ Եվ այն միավորում ենք write ֆունկցիան օգտագործելով քարտի համարի վերջին 4 նիշերի հետ։ Եվ փակելով աղյուսակը այստեղ կներեք անջատիչները ոչ թե կետ ստորակետով պետք է լինեն, այլ ստորակետով, հիմա տեսնենք ստորակետով եւ հիմա սեղմելով enter տեսնենք այդ քողարկված տարբերակը, այսինքն 12 հատ աստղանիշ եւ վերջին 4 թիվը տարածելով այն ամբողջ աղյուսակում համապատասխանաբար կստանանք քարտապանների յուրաքանչյուրի քողարկված տարբերակը, որոնք առկա են վճարման կտրոնների վրա։ Ահա այսպիսի հետաքրքիր վիդեո դաս տեքստային ֆունկցիաների կիրառման գործնական օրինակ իմ կողմից։ Շնորհակալություն դիտման համար, ձեզ հետ էր Հրաչ Դավիդյանցը։